7 տարի շարունակ դատարանների բեռնաթափման բարեփոխումներ են կատարում արդյունավետությունը, սակայն չի երևում, դատարանները շարունակում են գերծանրաբեռնված մնալ, կալանավորների թիվն էլ յուրաքանչյուր տարի ավելանում է։ Որոնք են կալանավայրերում, դատարաններում ծանրաբեռնվածության պատճառները։ Բողոքները գալիս են, որ գործերը երկար են քննվում, ողջամի ժամկետները չեն պահպանում եւ այլն։ Որ օղակում են ամենաշատ կարծրացած խնդիրները, այդ թվում այդ խնդիրները կարող են լինել միջդատական վարույթի շրջանակներում եւ դատական վարույթի շրջանակներում։ Հաջորդ տարբերակը դա կարգապահական վարույթների իրականացումն է։ Մենք որդեգրել ենք մոտեցում առ այն, որ օրինակ արդարադատության ուշացումը պետք է անհետևանք եւ անպատասխան չմնա։ Արդարադատության նախարարի ձևակերպմամբ ձգձգվող դատական եւ միջդատական վարույթներ էլ կան, որոնք օբյեկտիվ հիմնավորում եւ պատճառաբանություն են ներկայացնում, եւ այդ դեպքում ճիշտ չէ պատասխանատվության կիրառումը։ Կան այնպիսի դեպքեր, երբ այդ ուշացումներն այնպիսին են, որ չեն հիմնավորվում, օբյեկտիվորեն չեն հիմնավորվում որևէ հստակ պատճառաբանությամբ եւ մեր մոտեցումն այն է, որ այդ դեպքերում մենք իհարկե մեր միջնորդությունները պետք է պնդենք ակնկալիքով, որ նաեւ բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան արձագանք կտա նման տիպ իրավիճակներին։ 2021-ին քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, որի նպատակն էր այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ նվազեցնել կալանքները, որպես խափանման միջոց։ Այստեղ էլ օրենսդրական փոփոխությունը դրական արդյունք չտվեց։ Ցավոք սրտի այս պահին չունենք նման տենդենց, ունենք հակառակը, ունենք կալանքների աճ եւ ունենք նաեւ տնային կալանքների աճ։ Երևի 1600-ի կարգի կալանավոր ունենք, թիվը աճել է ավելի կալանավորների եւ զուգահեռաբար աճում է նաեւ այն անձանց թիվը, որոնց նկատմամբ խափանմիջոցը ընտրվում է տնային կալանքը կամ վարչական վերահսկողությունը։ Ինչ վիճակում են այսօր կալանավայրերում գտնվողները եւ ընդհանրապես ինչպիսին են բանտային պայմանները հանրապետությունում։ Գալյանն այստեղ էլ բարելավման շարունակական ընթացքի մասին է խոսում, նշելով, թե քրեակատարողականներում պահվող անձինք գոհ են, իսկ եթե կալանավորները բարեխիղճ պահվածք են ունենում, պատժից ազատման մեթոդներ են կիրառվում։